Ողջունում ենք ձեզ Մեդիամագ TV ալիքում։ Ներկայացնում ենք թեստ, որում դուք կգտնեք հարցեր, որոնք վերաբերում են բացառապես հային, հայկականին ու Հայաստանին։ Կկարողանաք պատասխանել բոլոր հարցերին։ Եկեք տեսնենք։ Վերցրեք թուղթ ու գրիչ, որպեսզի գրանցեք ճիշտ պատասխանների քանակը։ Ամեն ճիշտ պատասխանի դիմաց գրանցեք 1 միավոր։ Սիրելի դիտողներ, նախքան բուն թեստին անցնելը խնդրում ենք, եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, բաժանորդագրվեք։ Այդպես դուք մեզ ոգեշնչում եք նոր գաղափարների և նոր տեսանյութերի ստեղծման։ Եվ այսպես, սկսենք թեստը։ Հարց առաջին։ Ով էր Սիրո Աստվածուհին հին հայկական դիցարանում։ Նանե, Ծովինար, Աստղիկ։ Ճիշտ պատասխանն է Աստղիկ։ Հարց 2. Ինչպես էր Գևորգ Չաուշի իսկական անուն-ազգանունը։ Գևորգ Ղազարյան, Գևորգ Ղասաբյան, Գևորգ Տեր-Հովհաննիսյան։ Ճիշտ պատասխանն է Գևորգ Ղազարյան։ Հարց 3. Որ տարբերակում է ճիշտ գրված բառը։ Բմբուլ, բումբուլ, բնբուլ։ Դե իհարկե, ճիշտը բմբուլն է։ Հարց 4. Որտեղից է սկիզբ առնում Արաքս գետը։ Բյուրակնյան լեռներից, Կասպից ծովից, Ուրմիա լճի ավազանից։ Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից։ Հարց 5. Ով է լճակ հայտնի բանաստեղծության հեղինակը։ Պետրոս Դուրյան, Ռուբեն Սևակ, Պարույր Սևակ։ Եվ ով չգիտի, որ լճակ հայտնի բանաստեղծությունը գրել է Պետրոս Դուրյանը։ Հարց 6. Որ թվականին է Գառն ու Տաճարը խոնարհվել ուժեղ երկրաշարժի հետևանքով։ 1163 թվական, 1880 թվական, 1679 թվական։ Ճիշտ պատասխանն է 1679 թվական։ Հարց 7. Ինչպես էր Մոնթե Մելքոնյանի մարտական անունը։ Աբո, Արաբո, Ավո։ Մոնթե Մելքոնյանին մարտական ընկերները կոչում էին Ավո։ Հարց 8.
Մոտավոր քանի ձեռագիր է պահպանվում Մատենադարանում։ 50,000, 11,000, 23,000։ Մատենադարանում պահվում է մոտավորապես 23,000 ձեռագիր։ Հարց 9. Ով է Մայր Հայաստան արձանի հեղինակը։ Սերգեյ Մերկուրով, Ռաֆայել Իսրայելյան, Արա Հարությունյան։ Մայր Հայաստանի հեղինակն է Արա Հարությունյանը։ Հարցերն այսքանն էին։ Հիմա հաշվեք ձեր հավաքած միավորները։ Եթե հավաքել եք 0-ից 3 միավոր, արդյունքը համարվում է թույլ։ Ավելի շատ պետք է իմանալ սեփական ազգի և երկրի մասին։ Եթե հավաքել եք 3-ից 6 միավոր, արդյունքը համարվում է լավ, բայց փորձեք ավելի շատ իմանալ սեփական ազգի և երկրի մասին։ Իսկ եթե հավաքել եք 6-ից 9 միավոր, արդյունքը համարվում է գերազանց և ակնկալվում է, որ իսկական հայի արդյունքը հենց այսպիսին պետք է լինի։ Ահա այսքանը։ Սիրելի դիտողներ, հուսով ենք մեր այս թեստը հետաքրքիր էր և օգտակար ձեզ համար։ Հուսով ենք, որ այն նպաստեց վերհիշել որոշ մոռացված գիտելիքներ և ինչու չէ, ձեռք բերել նորերը։ Մեկնաբանություններում գրեք, թե քանի միավոր ձեզ հաջողվեց հավաքել։ Եթե ձեզ դուր եկավ մեր այս թեստը, չմոռանաք լայքել տեսանյութը և եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք։ Մինչ նոր հաղորդում բարեկամներ։